Պարզորեն երեք Փաշինյանն ասում է ջանջախի չփոքրանացություններ։ Ձեր մոտ այդ վստահությունը ո՞ր է, ոնց ասումներ ունեք, ձեզ ասում են, որ 50+1 հաստատում եք, չափից դուրս վստահությունը։ Զանա ջան, տիրապետում ենք իրավիճակին, մենք չենք կտրվել թե ընտրական process-ներից, թե մարդկանցից եւ քննադատություններն էլ գիտենք, քննադատություններն ենք լսում, մեր խնդիրներն էլ գիտենք, ուրիշների խնդիրներն էլ գիտենք, եկեք sense պատասխանեմ, իրանք էլ են վստահ, որ իրանք ջախջախիչ պարտություն են տանել։ Ես կարծում եմ, որ սա ամենախոսուն պատասխանն է, որ կարող եմ ասել։ Դե ես ձեզ ասեցի, ես կարող եմ բացատրել յուրաքանչյուր կուսակցության անուն տվեք, ես բացատրեմ այդ կուսակցությունը ինչ անում այս գալիք ընտրությունները։ Հիմնականում շատերի դեպքում դա կրկնվելու է, բայց ես գիտեմ այդ մարդիկ ինչ են անում։ Ես ձեզ բառացի ասում եմ, դուք խոսում եք այդ մեր ձևովի հետ կապված, ասում եմ այդ մարդը քաղաքականությամբ զբաղվում, որտեղ քրեական գործ կա։ Եթե այդ մարդը քրեական գործ ուներ, այդ մարդը քաղաքականությամբ զբաղվելու էր, ինքը ասում է ոչ։ Դուք ինչ եք ասում։ Ինչա՞։ Գործը եղավ Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո եղավ, երբ ասեց, որ մեր ձևով աջակցել ենք։ Չէ, սխալ եք ասում, քաղաքականությամբ ինքը սկսել է զբաղվել ընդամենը վերջերս, ես նույնիսկ ասեի AI-ի հայտարարության շնորհիվ, որտեղ միջև այդ նույնիսկ հայտարարված չէր, որ ինքը ինչ-որ ձևով զբաղվել է, որտեղ ակնհայտ էր, որտեղ Ռուսաստանի եւ Կիպրոսի քաղաքացին չի կարող զբաղվել, այս համանդրությունը դա թույլ չի տալիս, նաեւ խոչընդոտում է ազգային ժողովի կանոնակարգ համանդրական օրենքի 61-րդ հոդվածը, որը որ նկարագրում է առաջին նիստը, ինչ պետք է լինի եւ ոնց պետք է լինի։ Ասենք դենց, գիտեք ինչ, սա հերթական Չէ, հիմա մենք չենք, ես Ռուզաննա ջան, մենք եկեք չքննարկենք ինչ քրեական գործը աբսուրդային, ինչ քրեական գործ աբսուրդային չի։ Ես վստահեցնում եմ, տենց ասացված կա, որ բանտում մեղավոր մարդ չի լինում, եւ յուրաքանչյուր մարդու, որը որ ինչ-որ հանցագործություն է արել, ինքը բնական է իր արդարացումներ ունի եւ բացատրություններ ունի, թե դա ինչի է տեղի ունեցել, բայց ասածս այն է, որ մարդիկ սկսում են քաղաքականությամբ զբաղվել են դեպքում, երբ որ հայտ է գալիս քրեական գործ։ Շինծույա, շինծուչի, լավնա, հիմնավորա, դրա մասին չենք խոսում։ Եվ դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հիմար չեն։ Մարդիկ հասկանում են, որ ինչի է ինքը զբաղվում քաղաքականությամբ, իսկ ինչի միջև այդ չէր զբաղվում, իսկ ինչ էր խանգարում միջև այդ, ինչ որ ծրագրեր անել, ինչ էր առաջ գովում Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանություններին, ինչեր ասում, չեմ զբաղվում, հիմա զբաղվում եմ։ Վերջի վերջո ես ձեզ առաջարկում եմ գնանք իրանից հարցնեք, այս հարցերը իրեն տակ, որովհետև արգելք չկա, եթե AI-ը չպատասխանի, թող ինքը ինչ կապ ունի, 21-րդ դարն է, Zoom-ով միացեք, մենք ստեղից Ամերիկա հարցազրույցներ ենք անում, Zoom-ով միացեք կամ գնացեք հյուր իրանց մոտ, արգելք չկա, ուրեմն նորից եմ ասում, արգելք չկա իմ իմանալով եւ նույնիսկ իրանք բանակցություններ են վարել, որպեսզի հարցազրույց տան եւ ես ձեզ հորդորում եմ գնացեք իրան այդ հարցերը տվեք, թող ինքը պատասխանի։ Բայց նորից եմ ասում, հերթական անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մոլորության մեջ գցել, մի անգամ Կանադայի քաղաքացի բերեցին, որ իբր պետք է վարչապետ դառնա Աստծո օրհնությամբ, այն մեկն էլ ասում էր Աստծո օրհնությամբ, չէ, այն անհաջողակը ասում էր Աստծո օրհնությամբ։ Հիմա այս մեկը ասում է, չգիտեմ, դրսից ինչ որ մարդկանց են բերել, որոնք մեզ ուզում են բացատրեն մեր սահմանադրությունով, ոնց իրանք կարող են ամեն ինչ անել, որ իրանք ուզած մի խոսքով աբսուրդ է սա։ Շատ սխալ բան արեցին քաղաքական առումով։ Ավելի լավ է անհայտ մեկին դնեին, մասնակցեին այդ բանի տակ, բայց այս պլան провалился, ասենց ասեմ։ Անսպանյան ձեր վերջին ճեպազրույցում ասացիք, որ Մոսկվայում անուններ եք հիշեցրել Լավրովի մոտ, ովքեր Հայաստանի դեմ հիբրիդային գրողներ են անում, հիմա այդ ձեր հայտարարությունից հետո այդ գրողները շարունակում են, օրինակ Զատուրինը, որ իշխող ուժի պատգամավոր է, ասում է, որ այս կուսակցությունը Նիկոլ Փաշինյանը չպետք է վերարտադրվի, համանուն սա ինչ-որ պետական միջամտության փորձ գալիք ընտրություններին ընդառաջ Ռուսաստանի կողմից։ Եթե լուրջ համարում եմ, որ այո, դա իրան չի վերաբերվում, որովհետև ինքը ավելի լավ է թող հիշի իմ եւ իրա վերջին հանդիպումը։ Իսկ որպես կես կատակ կասեմ, ինչքան ինքը ու իր նմանները խոսեն, այնքան մենք
շատ ավելի շատ ձայներ ենք ստանալու Հայաստանի Հանրապետությունում։ Ես իրանց էլ եմ դա ասել։ Ես ասել եմ նաև, որ եթե դուք ելույթ եք ունենում, ասում եք, գիտեք ինչ, վարչապետ Փաշինյանը վատն է, Ալեն Սիմոնյանը վատն է, Այնիսը վատն է, բայց մենք եւ մեր դարավոր հայ ժողովրդի ընկերությունը եւ մեր բարեկամությունը այդ խոսակցությունները մեր մոտ ծիծաղ են առաջացնում։ Ես նկատի ունեմ ոչ թե իմ մոտ, այլ Հայաստանի Հանրապետության ժողովրդի մոտ եւ դադարեք մեզ նման ձևով հարվածելը։ Ես դա ասել եմ եւ չեմ թաքցնում։ Հուսամ իրանք կհասկանան, բայց պարոն Զատուլինը կարող է նաեւ հետաքրքրվել պարոն Լավրովից, թե ինչ արձագանք է տվել իրենց արտաքին գործերի նախարարը, երբ որ ես խոսել եմ падգամավորների կողմից հայտարարությունների մասին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության եւ այսօրվա իշխանության մասին։ Թող հետաքրքրվի իր գործընկերը ինչ արձագանք է տվել, ես կոռեկտ չեմ համարում այդ մանրամասները բացահայտել։ Ես կարող եմ խոսել իմ ասածների մասին, բայց գործընկերոջ ասածները չեմ ուզում բարձրաձայնել։